Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավոր։ Իսկ ինչ եք կարծում, եկեղեցու շուրջ ծավալվող ամեն ինչը կավարտվի նոր տարում։ Միայն այդ հարցին, քանի որ եկել եք։ Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի։ Նոր զարգացումներ չեն լինի։ Որ ձեզ մի բան ասեմ, էլի։ Նախ նորից եմ ասեմ, բոլորին եկեք ամանորը եւ Սուրբ Ծնունդը շնորհավոր ենք։ Քանի դար եղել է կա ու կմնա։ Կարծում այդքանը բավարար է։ Այո։ Հավատավոր ժողովրդի քանակը ամեն օր պետք է ավելանա։ Սա մեր սրբավայրն է։ Ու մի հարց էլ էլի, այս դեպքում դուք Արցախցի եք ու Արցախի թեմի առաջնորդի Փաշինյանի ձեռքը սեղմելով ոնց եք գնահատում, մյուս սրբազաններին անդրադառնալ պետք չէ։ Ընդհանրապես ցանկություններ չեմ նմանատիպ մարդկանց գնահատականներ, դա ամեն մարդ ինքն է որոշում, մեր արդեն մեր ժողովուրդը արցախցիները իրանց կարծիքը հայտնել են։ Այդքանով կարծում եմ բավարար է։ Դուք հիշում եք այդ նույն կարծիքը։ Աստված վերևն է, Աստված վերևն է, ավելի քան յուրաքանչյուր հավատավոր մարդու դատավորը Աստվածն է, ավելի քան կաթողիկոսի եւ հոգեվորականների Աստվածն է դատավորը, ով խախտում կանի, Աստված կպատժի, ես չէ որ պիտի գնահատական տամ եկեղեցականին, կաթողիկոսին կամ մնացած հավատավոր մարդիկը, դա վերադասում, իհարկե միաշա որևէ մեկը իրավունք չունի, որևէ մեկ իրավունք չունի։ Բալասանյան Փաշինյանի համար Արցախ վերադառնալու էջը փակված է։ Ոդ այդ Փաշինյանի համար փակված է, մեր համար փակված չի։ Առաջին նախ ասեմ ձեզ, որ գոյություն ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահան։ Փաստաթուղթը ուժի մեջ է, փաստաթուղթը պետք է բոլոր ուշադիր կարդան, վերաբերում է ավելի քան նրանց, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում։ Կապ չունի արցախցիները ընդեղ են, թե ընդեղ չեն, դա հետագայի հարցեր է։ Միանշանակ ասեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ուժի մեջ է, որևէ մեկը, դե մի հատ կետ կա, 6 ամիս առաջ որևէ մեկը պետք էր ընդեղ դիմեր, որպեսզի դուրս գար այդ փաստաթուղթը, որևէ մեկը չի դիմել, փաստաթուղթը ուժի մեջ է, մոտ ժամանակներս կտեսնանք, նրանք ովքեր ասում են արցախցիների, նախ իմ վերադարձը, կոնկրետ իմ վերադարձ, որևէ մեկը իրավունք չունի, իմ տեղը ցույց տալիս, որտեղ պետք է ապրեմ, եւ բոլորին է վերաբերում։ Յուրաքանչյուր տամարդու իրավունքները կոպիտ խախտում են։ Ինչ է նշանակում։ Եթե մարդկանց թվում է, թե ասում է Արցախ վերադառնալու Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վտանգված է, կարծում 170 աշճան սխալ է ասում։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը արդեն կա, ոնց որ եկավ նոյեմբերի 9-ին անցավ, այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթը էլի, առաջինը փաստաթուղթ չի, այդ ես չգիտեմ ինչ փաստաթուղթ են ստորագրում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իսկապես փաստաթուղթ է, հիմա կարող է մի հատ էլ հոկտեմբերի 8 անեն, մայիսի 8 անեն, բայց նորից եմ ասում, գործնական, գործող փաստաթուղթ գոյություն ունի, դա նոյեմբերի 9-ի 10-ի լույս 2020 թվականի փաստաթուղթն է ուժի մեջ։ Մնացած փաստաթղթերը կապրենք, կտեսնենք, չեմ կարող ասել։ Դուք այդ վերադարձի հույսը ունեք ու արցախցիներին նաև կարող Ես ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ 100% հետ վերադառնալու են։ Բոլոր արցախցիները հետ վերադառնալու են։ Եվ նորից եմ ասում, Արցախում անհրաժեշտ է, պետք է, որպեսզի հայեր ապրեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ցմահ լինի պաշտպանված։ Անգամ ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ չկա։ Փաստաթղթից ամբողջ չկա։ Երբ որ Խորհրդային Միությունը, այսպես ասած, լուծարվել է, այնտեղ այսօր որևէ միտեղ չկա, որ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակ ինքնավար մարզը, այնուհետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը որևէ փաստաթղթով, միջազգային փաստաթղթով ամրագրված չէր եւ չի լինելու Ադրբեջանի կազմ։ Չկա այդպիսի փաստաթուղթ, ես չեմ տեսել ճիշտն ասած։ Փաստաթղթերը մի բանի մասին են, իրականությունն լրիվ այլ, դրա համար եմ հարցնում։ Հիմա գիտեք, աշխարհում հիմա փաստաթղթերը կարելի ասած շատ քիչ փաստաթղթեր է գործում։ Տեսեք, ՄԱԿ-ի փաստաթղթեր, ՄԱԿ-ի բանաձևեր, չգիտեմ, 1001
միջպետական պայմանագրեր, բայց 7-րդ աշխարհամարտը արդեն կա, որևէ մեկը չի հայտարարում, որ 7-րդ աշխարհամարտը սկսել է, որտեղ չկա մի պետություն, որ այս ընդհանուր թողոբոհի մեջ չլինի, ճիշտ է։ Բայց որևէ պետություն չի հայտարարում, որտեղ դա շատ ծանր պատասխանատվություն է իր վրա։ Ռուս-ուկրաինական պատերազմ, մենք տեսնում ենք, դա ռուս-ուկրաինական պատերազմ չի, դա ամբողջ Արևմուտք, ամերիկաներ, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Մենք լավ տեսնում ենք, չէ՞, այդքանը։ Դե հիմա, եթե քրքրենք 1000 մի փաստաթղթեր կա, որ Ուկրաինա, Ռուսաստան, Եվրամիություն, Ռուսաստան, Եվրոպայի տարբեր պետություններ, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ այլն, 1000 մի փաստաթղթեր կա 2022 թվականի Ադրբեջան, չգիտեմ, անունը ինչ է, Ռուսաստանի Դաշնություն, փետրվարին։ Հիմա այդ փաստաթղթերը գործում է, թե չի գործում։ Գործում է այնքանով, որքանով, այդքանով։ Շնորհակալություն։ Մենք էլ եմ շնորհակալ նորից առիթ օգտվել ես ուզում եմ մեր բոլոր ժողովրդին, կապ չունի, ինքը Հայաստանը մա, Արցախը մա, Սփյուռքը մա եւ այլն։ Շնորհավոր եմ բոլորի ամանորը, Սուրբ Ծնունդը, ավելի քան վստահ եմ նրանք, ովքեր մինչ 2025 թվականը այս օրը ինչ որ խախտումներ են դարձի կգան եւ կոչ կանեմ բոլոր ղեկավարներին, բոլոր մեր քաղաքացիներին, բոլոր մեր հայրենակիցներին, բոլոր մեր հայերին, որպեսզի նրանք, ովքեր հայավարի չեն ապրել, ինչ որ կյանքում խախտումներ են ասեն, մեղա Տեր Աստված, դարձի կան մեր ամենայն սրբոց տաճարի կողքին կան դարձի կան։